Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Ողջույն Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Սարգիս Արզումանյանը, Դոկ Կուսակցության պատգամավորի թեկնածու և ռեժիսոր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Արզումանյան, այսօր, երբ մշակույթը շատերի համար դարձել է միայն ժամանց, ինչպես է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը պատկերացնում ազգային մշակույթի վերածնունդը որպես պետական անվտանգության և ինքնության մաս։ Նախ ասեմ առաջինը, որ մենք կարծում ենք, որ մշակույթը դա զվարճանքի վայր չէ։ Սա փաստենք ու անցնենք առաջ։ Ինչքան էլ որ կա այդ տարածված կարծիքը ոմանց մոտ կամ այդպես են կարծում կամ գնահատում, որ դա ժամանցի վայր է, ոչ, դա ժամանցի վայր չէ։ Մշակույթը պետության ինքնության հիմքն է։ Մի այսպեսի ձևակերպում անեմ, մարդուն երբ որ տեսնում ես ինչ-որ վարքագիծ է դրսևորում, ասում ես այս մարդը ինչ անկուլտուրական մարդ է։ Կուլտուրա կնշանակի մշակույթ, հա, այսինքն չունի շփման կուլտուրա մշակույթ, չունի նիստուկացի մշակույթ եւ այդպես շարունակ։ Հիմա դա տրանսֆորմացնենք պետության վրա, հա։ Պետությունը ինչ է։ Եթե պետությունը չունի մշակույթ, այսինքն աշխարհը, մյուս երկրների առաջ ավելի ճիշտ արժեզրկվում է։ Դրա համար պետության համար, առավելևս մեր երկրի համար շատ կարևոր է մշակույթը որպես ռազմավարություն։ Դրա համար մեր երկրում պետք է մշակույթին տալ շատ լուրջ դեր, նշանակություն եւ կարծում եմ, որ մշակույթը պետք չէ միայն զվարճանքի հերթական միջոցառումների, փողոցային միջոցառումների PR-ի համար օգտագործել։ Բայց շատերի կարծիքով մշակույթը հիմա անկում է ապրում Հայաստանում։ Դուք ինչ կարծիք ունեք այս մասին եւ կարծես թե այն դերն ու նշանակությունը, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, այսօր չկա մարդկանց կյանքում մշակույթի այդ դերն ու նշանակությունը։ Հիմա շատերը մշակույթը, թատրոնը դարձրել են կարծես թե կատակերգության ինչ-որ ժանր։ Դա գալիս է պետական կառավարության կողմից, հա, կառավարչական մեթոդների կողմից, որովհետև գիտակից ճաշակով, մշակույթով մարդը ավելի լինում է ոչ կառավարելի։ Իսկ իշխանությանը պետք են այնպիսի մարդիկ, որոնց կարողանան կառավարել, դրա համար ամեն ինչ անում են, փորձելով մարդկանց միջից վերացնել մշակույթը, որպեսզի ինքնությունը, մարդկանց ազգի ինքնություն, ավելի կոնկրետ, էլի համեմատության կարգով ասենք, Արցախը, երբ որ դատարկվեց, մենք տեսնում ենք վերջերս էլ տեղեկացանք, որ վերանում են արժեքներ, այս դեպքում ավելի կոնկրետացնենք եկեղեցի, այսինքն վերացնում են հետքերը։ Հիմա մեր գենետիկայի մեջից վերացվում է մեր արժեքային համակարգը, որպես հայ, որպեսզի կարողանան ինչ ասեն, մենք որպես այս դեպքում ֆուտլյար, կարողանան ինչ ոնց ասեն, մենք էլ չունենանք գիտակցում, կարողանալ համեմատել եւ շատ նորմալ է դա պետության կողմից, այս իշխանության կողմից նորմալ վերաբերմունք է, բայց ոչ ընդունելի։ Դուք խոսեցիք Արցախի մասին, չեմ կարող այս մասին հիշեցում տալ մեր քաղաքացիներին եւ նաեւ ձեր կարծիքներն են շատ հետաքրքիր։ Կյանք ու կռի ֆիլմը հանել են YouTube-ից։
կխնդրեմ սրա մասին էլ խոսեք, որովհետև իմ կարծիքով «Կյանք ու կռի» ֆիլմը իրական դրվագների վրա է պատկերված եւ այն շատ կարեւոր նշանակություն ուներ կոնկրետ մեզ համար։ Շատ լավ, որովհետև ես կտանեմ մի զուգահեռ, որը շատ կոնկրետ կապված է ինձ հետ, մեր մշակութային մի օջախներից մեկի հետ, որը որ կյանք ու կռվին արժեքային իմաստով երևույթի պատճառով փակվեց մի մշակութային օջախ։ Խոսքը Գոյ թատրոնի մասին է, որն էլ փակվեց Գարեգին Նժդեհ ներկայացման համար։ Այսինքն ձեռագրի առումով պետության կողմից շատ նորմալ, էլի նորմալ, բայց ոչ ընդունելի երևույթ է, որովհետև երբ որ ինչ-որ բաներ, սա նորից վերադառնալով նախորդ հարցին, սա պատմությունը վերացնելու, հիշողությունը վերացնելու, ոչ միայն խոսենք կյանք ու կռվի մասին, հա, դասագրքերում պատմության էջեր են պոկվում, ինչի մասին է խոսքը։ Դա ինձ թվում է Էլ ինչ խնդիր կա YouTube-ից մի կլիկով ընդամենը ջնջել կյանք ու կռի ֆիլմը, բայց ջնջելով կյանք ու կռի ֆիլմը համացանցից չես կարող ջնջել գիտակից մարդկանց ներսից այդ պատմությունը, այդ երևույթը, որը որ ավելի ուժեղ է խոսքից խոսք տեղափոխվելու ընթացքում, հա, պատմելու, հիշեցնելու, ասելու, դրանք ընդամենը ժամանակավոր բաներ են, որոնց մասին մտածելը եւ դրանց տեղի տալը, դրա վրա ժամանակ ծախսել ու էներգիա ծախսելը պետք էլ չի կարծում եմ, որովհետեւ ել եմ ասում դա ժամանակավոր բնույթ է կրում։ Խոսեցիք պատմության դասագրքերի մասին, դպրոցի մասին, ինչու ենք միայն դա հիշատակում, նաև Մաշտոցի նկարն են QR սարքել, ասում են հեռախոսով կարող եք մտնել QR-ով, նայել ով է ստեղծել հայոց այբուբենը, բայց մյուս կողմից էլ չեն թույլատրում աշակերտներին հեռախոս օգտագործել։ Միանշանակ, ես ասացի գրքերից էջեր պոկելը նաև դա նկատի ունեի, հա ցանկացած մեխանիզմներ գործիքակազմ օգտագործում են, որպեսզի կարողանան մարդկանց հեռու պահել ինքնությունից, արժեքից, որպեսզի դու ոչ մի բան չկարողանաս իմանաս, գիտակցես, համեմատես եւ ասեն այսպիսին է մեր պետությունը կամ մեր քարտեզը այսպիսին է, դու չունենաս այն գաղափարը, այո, որ կարողանաս համեմատես, հա, ընդամենը ինչ ասեն, դու հլու հնազանդ կարողանաս այդ ինֆորմացիա վերցնես ու ասես ճիշտ է ասում երկրի վարչապետ լեզուս է չի պետտվում այս անձը։ Ձեր նախընտրական ծրագրում ինչ կոնկրետ քայլեր են նախատեսված մարզային մշակութային կյանքի ակտիվացման համար, որպեսզի մշակույթը կենտրոնացած չլինի միայն Երևանում։ Դա շատ ցավալի հարց է այն իմաստով, որ իսկապես կենտրոնացված է մշակույթը Երևանում։ Ասեմ ձեզ մի քանի օր առաջ հենց անձամբ մեր կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը դրույթների մեջ, հա, ծրագրային դրույթների մեջ ինքը ասեց մարզերում մշակութային մասում մեկ փոքրիկ դրվագ ասեց, որը որ շատ կարևոր է։ Ինչի շեշտեցի, որ այնպես չլինի, մարդկանց մոտ տպավորություն չլինի, որ նաև ես եմ ասում, համաձայնեցրած չի, հա։ Խոսքը վերաբերվում է մարզերում մշակութային օջախների վերականգնման հարցը, գրադարանների վերականգնման հարցը։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են, որոնք որ եթե չասեմ առաջնային, գոնե առաջնային խնդիրներից են, որը որ պետք է մեր իշխանության գալու օրոք սրանք պետք է արվեն, որովհետև մշակութային օջախները պարտադիր պետք է լինեն մարզերում, որովհետև մեր երկրի համար, քաղաքացիների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել մշակույթի հետ առնչվելու, որովհետև մարզերից դուք պատկերացնում եք, մարդիկ չունենալով հնարավորություն պետք է գան Երևան, պատկերասրահ կամ որևէ թատրոն հաճախելու համար, բայց այնինչ շատ հեշտ մեխանիզմներով կարելի է այդ ամեն ինչ անել։ Սա կարելի է նաև որպես տնտեսական կետ համարել, որպեսզի տուրիզմ զարգացնենք մեր համայնքները, մարդիկ կարողանան գնալ եւ շատ հետաքրքիր ծրագրեր կարելի է իրականացնել, բայց սրա համար պետք է պետության աջակցություն, որովհետեւ չի կարելի միայն թողնել համայնքի վրա, պետությունը, կառավարությունը պետք է կարողանա մարզերին տալ համապատասխան աջակցություն, ծրագրերին ֆինանսավորում եւ կարծում եմ պետք է ոչ թե բեռնաթափել Երևանը, տեղափոխել, այլ այնտեղ էլ նորից բացել մշակութային օջախներ։ Ես ընդամենը երկու համայնք կասեմ, մարզ կասեմ, որտեղ որ ինձ համար շատ մեծ հարց է ինչու չկա,
Խոսքը մեկը Տավուշի մարզում, ավելի կոնկրետ նոյեմբերյանում մենք չունենք թատրոն, հարց առաջանում, ինչու՞։ Եվ երկրորդը գալիս եմ մյուս կողմը, մեր երկրի Մեղրիում չունենք թատրոն։ Հիմա ու դնում եմ բազմակետ։ Ինչի այս երկու մասերում մենք չունենք թատրոն։ Գյումրիում ունենք, Վանաձորում ունենք, Աշտարակում ունենք եւ այլն եւ այլն։ Գոնե մեկական թատրոններ կան։ Բայց այս մասերում ինչի չկա, ինձ թվում է սա մեծ հարց է ու շատ նպատակային հարցեր են։ Գիտեք, երբ որ չի լինում մշակույթ, շփում չի լինում, մարդիկ փորձում են միայն չասենք մշակութային օջախները, դպրոցների փակվելը եւ այլն կրթության մարդիկ սկսում են կոմունիկացիայի համար փորձել գտնել ավելի հարմարավետ տեղեր, այսինքն կսկսեն կամած դատարկվել, հա, այս քաղաքները։ Գուցե իշխանություններին պետք է նման բան, դրա համար չեն ապահովում նման տարածքներով մշակութային օջախների մասին է խոսքը եւ դպրոցներ կառուցելով, շատացնելով, այլ ոչ թե քանդելով 3 հատը, կառուցելով նոր ավելի տեսանելի շքեղ դպրոց։ Կարծում եք այս իշխանությունների ձեռնտու է արտագաղթը։ Միանշանակ ձեռնտու է, ավելի քան վստահ եմ արտագաղթը, որովհետև արհեստական ստեղծել որոշ դժվարություններ մարդկանց արտագաղթելը, որ հետո մեղավոր լինի ժողովուրդը, որ դուք արտագաղթեցիք, այլ ոչ թե ձեզ բռնի տեղահանեցին։ Շատ նորմալ, էլի վերադառնալով Արցախին, այսպիսի մի փոքրիկ ճանապարհ տալ ու այնտեղից սեղմել, որ մարդիկ այս ճանապարհով ընդամենը դուրս գալ, ամեն ինչ անել բոլոր հնարավոր միջոցները, որ չկարողանան սնունդ հայթայթել եւ այլն կեցության համար։ Դրա համար հիմա մի քիչ ավելի մեծ են շրջանակները, բայց մեխանիզմներն ու նպատակները նույնն են, բնականաբար։ Ինչպես եք պատկերացնում արվեստագետի եւ մշակույթի գործչի սոցիալական պաշտպանվածությունը, որպեսզի տաղանդավոր մարդիկ չլքեն Հայաստանը, որովհետեւ շատ տաղանդավորներ այսօր Հայաստանը արտագաղթել են եւ այլ երկրներում, այլ պետություններում ավելի գնահատված են իրենց զգում։ Ես ճիշտն ասած չի ասի, որ գնահատված են զգում, էլի գալիս ենք արտագաղթի հետ կապված, որովհետև մարդկանց համար չկան անհրաժեշտ ստեղծագործական պայմաններ, ոչ թե գնահատված կամ չգնահատվածի խնդիրն է, այլ որովհետև Հայաստանում ստեղծագործող անձը միտքը ավելի շատ իր էներգիան փորձում է ծախսել գոյատևելու համար, որովհետև չկան բավարար պայմաններ, որ այս մարդիկ կարողանան ստեղծագործելու համար միայն իրեն ժամանակը տրամադրեն, բայց մենք ունենք դրա պատասխանը եւ գործիքակազմը, որպեսզի մենք նման մարդկանց համար ստեղծենք Դուք իհարկե դեմոկրատիայով միանշանակ ես այդ դիրքերից եմ խոսում, քանի որ դուք ձեր խոսքի սկզբում ներկայացրեցիք ինձ կուսակցության մասին է խոսքը, բնականաբար ստեղծենք բավարար պայմաններ սկզբնական շրջանում, որը որ հետագայում արդեն կլինեն այնպիսի պայմաններ, որ ստեղծագործող միտքը պետք է մնա Հայաստանում, դա պետք է Հայաստանին անհրաժեշտ օդ ու ջրի պես պետք են մեզ մոտ Հայաստանում ստեղծագործող մարդիկ, որովհետև ստեղծարար միտքը անգնահատելի պետք չէ թողնել պետության կողմից, որովհետև դրանով, էլի վերադառնալով սկզբին, դրանով է պետության հիմքը, հա, արժեքները, մշակույթը, այլ ինչի մասին է խոսքը։ Մի շատ հետաքրքիր բան կա, ծեծված խոսք է, բայց ոնց որ տեղին էր, կարելի է ասել, խոսքը վերաբերում է Չերչիլի հայտնի մտքին, երբ որ բերում են իրեն ներկայացնում են ցուցակը, թե ինչի համար է բաժանված գումարը, ասում է մշակույթի մասին, իսկ որտեղ է գրված մշակույթի մասին, ասում է չկա գրված, ասում է բա ինչի համար եմ ես պատերազմ հայտարարել։ Հիմա մեր երկրում եթե չկա մշակույթը, ինչի համար է առհասարակ պատերազմը։ Բոլորիս համար ցավ է, իսկապես ցավ է լինում, երբ որ ինչ որ մի վայրից մեր արժեքային ինչ որ նշանակություն ունեցող բան վերանում է։ Մի հասարակ բան, ինչ որ մի սովորական պատ, երբ որ քանդվում է, դրա մասին չենք խոսում, չենք էլ իմանում, բայց արժեքներ են ստեղծվում, որոնց վերացման մասին, դա երկրի ինքնության հարց է։ Բայց ինչով ենք մենք որպես հայ,
երբ որ գնում ենք մի այլ երկիր, ինչով ենք ներկայանում որպես հայ։ Մի այսպիսի բան կա, չէ՞, Լուվրի թանգարանում մենք այնտեղ ունենք ներկայացված խաչքար կա, հայկական խաչքար եւ աշխարհին ներկայանում ենք, խոսքը հենց Լուվրի թանգարանի մասին է, այնտեղ ներկայանում ենք որպես խաչքարով։ Այսինքն մենք պետք է ունենանք այցեքարտեր մշակութային, որպեսզի աշխարհին ներկայանալու բան ունենանք։ Դրա համար շատ կարեւոր է ստեղծարար միտքը մնա Հայաստանում, դա միայն ի օգուտ պետությանը, որովհետև դա պետության կապիտալն է։ Չեմ կարող այստեղ ձեզ հարց չուղղել այն արժեքի մասին, որը վերջերս հարվածի տակ է։ Դա եկեղեցին է։ Գործող իշխանությունը փորձում է կաթողիկոսին հեռացնել, եկեղեցուց է խոսում, այս մասով ինչ կասեք, եւ նրա աջակիցները Էջմիածնի եկեղեցում կանգնում են խաչքարերի վրա, գոռում են, քֆուրներ են տալիս, հայհոյում են, այս մասին էլ հա ձեր կարծիքը։ Ցավալի է, դուք նշում եք մի շատ խորքային եւ ցավալի երևույթի մասին, որը որ իսկապես գիտակցման խնդիր է։ Իրենց կողմից գիտակցված գործողությունը հանրության ինչ որ շերտերի կողմից անգիտակից արարք չհասկանալով թե ինչ են անում, ես իսկապես չեմ մեղադրում այդ մարդկանց, չեմ մեղադրում այն իմաստով, որովհետև դրա մեղավորը յուրաքանչյուրս ենք այն իմաստով, որ մենք թույլ ենք տվել մեր կողքին նման մարդիկ լինեն, չենք փորձել այդ մարդկանց բացատրել, հասկացնել եւ առհասարակ կարծում եմ այդ ամեն ինչը գալիս է դաստիարակությունից, գալիս է դպրոցից, կրթվածությունից, գիտակցումից։ Մարդիկ ընդամենը իշխանությունը կատարում է ծրագիր, որովհետև բոլորիս համար շատ հայտնի ծրագրեր կան, Հայաստանը ընդամենը օտար բառ օգտագործեմ, ռեբրենդինգ է պետք անել։ Պետք է Հայաստանը Հայաստան չլինի։ Իսկ Հայաստանը ուժեղ է, շատ ուժեղ է ինքը իր հավատով, որովհետև հավատքը եթե ոչ հենց համար մեկ արժեքային համակարգն է, բոլոր ազգը մեր, ինչա մեր լեզուն, պետական լեզուն հայերենն է, մեր հավատքը հայ առաքելական եկեղեցին է, սրանք կետեր են, որոնք անքակտելի են, շրջանցել չի կարելի, ինչի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում օրենքներ շրջանցելը պետության կողմից, հա, եթե եկեղեցին անկախ կառույց է, ինչ ենք մենք ստիպում, նպատակը, ես ուզում եմ հասկանամ իշխանության նպատակը որն է, փորձել իր ձեռքերի մեջ վերցնել եկեղեցուն։ Էլի պատասխանները չունենք։ Ունենք, պատասխանները ունենք, բայց այդ պատասխանները ունենալով հանդերձ լուծումներ այլ մարդկանցից պետք չէ պահանջել։ Լուծումները պետք է տանք յուրաքանչյուրս, առավելևս առաջիկա ընտրություններում լուծումները պետք է տրվեն գոնե այդ ժամանակ։ Եվ դոկ կուսակցությունը, ինչպես հասկացա, պատրաստ է այդ լուծումները տալու։ Միանշանակ դոկ կուսակցությունը ցանկացած արատավոր խնդիրներ պատրաստ է լուծումներ տալու, որոնք որ ինչի համար է դոկ կուսակցությունը առաջադրվել որպես քաղաքական ուժ։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։ Այսօր հաճախ հնչում է կարծիք, որ օտար մշակութային ազդեցությունները մղում են ազգային արժեքները երկրորդ պլան։
Ինչպես եք պատրաստվում պաշտպանել հայկական մշակութային ինքնությունը։ Շատ պարզ, ընդհանրապես ուժեղացնելով հայկական մշակույթը։ Եթե օտար ուժերը փորձում են, ես սիրում եմ միշտ համեմատություններ անել։ Եթե օտար ուժերը փորձում են ներխուժել երկիր, ինչ ենք անում մենք։ Ամրապնդում ենք մեր սահմանները, ճիշտ է, որպեսզի օտար ուժերը չկարողանան ներթափանցել հայրենիք։ Իսկ ինչ է պետք անել մշակույթում։ Պետք է մշակույթը ամրապնդել։ Այսինքն արժեքները պետք է ավելի արժևորել, որպեսզի թույլ չլինի ինքը արժեքային առումով թույլ չլինի եւ որպես ազգային հայկական ազգային արժեք չերերա, երբ որ երերած է սա ինչը, պետությունը եւս ունենալու է անկում։ Դրա համար պաշտպանելու համար ընդհանրապես պետք են անընդհատ մշակութային ծրագրերը, մշակութային օջախները ստեղծել եւ առաջ մղել, զարգացնել, թե չէ անընդհատ հետին պլան պետության համար դա պետքա լինի հիմա ներկա դրությամբ ճիշտ է, սահմանները ավելի կարևոր են, բայց սահմանների ներսի ապրանքը այս դեպքում, հա, պետք է պահել, պետք է նախ ունենալ, որ պահել։ Դատարկ սենյակը պահելը լավ չի, երբ որ մեջը լինում են համապատասխան արժեքավոր կահավորված իրեր, պահելու համար ավելի ուրիշ ձև է միջոցներ ես կիրառում, հա։ Դրա համար պետք է մշակույթը ուժեղացնել եւ տարածել։ Բնականաբար երկրորդ քայլը բացի ուժեղացնելուց ստեղծելուց տարածել աշխարհով մեկ։ Ձեր ծրագրով ինչ դեր պետք է ունենա դպրոցը ազգային մշակույթի, պատմության եւ արժեքների փոխանցման գործում։ Քիչ առաջ խոսեցինք հենց դրա մասին, դպրոցը շատ կարևոր տեղ է։ Միայն գիտելիքի փոխանցման վայր չէ, ես կարծում եմ, որ ուսուցիչը միայն գիտելիք պետք է փոխանցի երեխաներին։ Երեխաները դպրոցում կրթվում են որպես քաղաքացիներ։ Իսկ այստեղ ինչպիսի քաղաքացիներ ենք մենք կրթում դպրոցում շատ կարևոր է։ Երեխաները որոշակի դաստիարակություն ավելի քիչ, ես այդպես եմ կարծում, գուցե մարդիկ լինեն չհամաձայնեն, ավելի քիչ դաստիարակություն ստանում են տանը։ Բայց որպես քաղաքացիներ, լիարժեք քաղաքացիներ նրանք կրթվում են դպրոցում։ Իսկ դպրոցում իսկապես պետք է մարդը երեխան շփում ունենա արվեստի, մշակույթի, պետք է կապը պահվի այդ ամեն ինչ հետ, բացի նրանից, որ դասագրքերով սովորացնեն, այլ այդ մարդկանց, հիմա տեսեք, էլի հիմա վերադառնանք համայնքներին, մարզերին։ Մարդիկ կարդում են գրքերում ինչ-որ բաներ, բայց այդ երեխաները չեն կարողանում տեսանելի չէ։ Այո, տեսանելի չկա այդ ամեն ինչը։ Գնան թատրոն ու հասկանան։ Ծրագրային ինչ-որ բան խոսեցին, իրանք պատմեցին ու տեսանելի ինչ-որ բան չկա։ Գեղանկարչություն չկա, որ այս երեխաները տեսնեն, թանգարաններ չեն գնում այս երեխաները, չկան հնարավորություններ։ Պարոն Արզումանյան, կներեք ընդհատման համար, բայց դուք ասացիք, որ երեխաները տեսանելի չեն, հա, այնինչ դասագրքերում գրված է, ես մտովի գնացի իմ դպրոցական տարիներ եւ ես հիշում եմ, որ գրեթե ամեն ամիս, եթե ավելի ոչ հաճախակի, հա, մեզ թատրոնի տոմսեր էին տրամադրում եւ մենք գնում ենք թատրոն ավելի մոտիկից մեր մշակույթին, մեր արժեքներին ծանոթանալու համար, բայց այսօր ես դա չեմ տեսնում։ Շատ լավ, գուցե տեղյակ չեք, ես կասեմ, բայց կասեմ դրա վատ կողմերը։ Հիմա կան նմանատիպ բաներ, կարծես ստեղծված են ԿԳՄՍ նախարարության կողմից աբոնեմենտներ կան, բայց դա ձևական բնույթ է կրում, որովհետև երբ որ դու զանգահարում ես օրինակի համար օպերային թատրոն, ասում ես դպրոցի այսինչ դասարանը ուզում է գա, ասում են տեղ չունենք մենք։ Ասում ես, բա ինչի համար են մեզ տվել այս աբոնեմենտները։ Ասում են, դե մենք մի հատ հասկանանք տոմսերի վաճառքը ոնց կլինի, այսինքն առաջնահերթությունը տալիս են տոմսերի վաճառքին, եկամուտին, եթե տեղ մնա, բնականաբար կկապնվենք ձեզ հետ եւ կասենք համեցեք։ Բայց մեխանիզմը այդպես չի դրված, նպատակը այդպես պետք է չլինի։ Այսինքն ֆիկտիվ մենք ինչ-որ բաներ ենք, հորինել ենք հանրության համար տեսանելի բաներ, շոյելի բաներ, որ մենք տեսեք ամենայն դեպս սենց բաներ ունենք, բայց ինքը կիրառելի չէ, օգտակարության գործակիցը 0 է, հա,
չի լինում, բայց գոնե պետքա այդ կապը թատրոն, թանգարան, երեխաների այս կապը պետքա լինի։ Ինձ թվում է սա շատ մեծ առանցքային խնդիր է, որը որ էլի մենք դոկ կուսակցությունը բնականաբար պետք է այս ամեն ինչը կարողանա եւ վստահորեն կիրագործի։ Պարոն Արզումանյան, ինչպես եք պատկերացնում պետություն, մշակույթ համագործակցությունը, որպեսզի մշակութային ոլորտը չծառայի միայն իշխանություններին, այլ իրականում վերջի վերջո ծառայի ժողովրդին։ Շատ ցավալի, բոլոր հարցերն ցավալի էին, ինչի մասին խոսեցինք, սա գիտեք ինչա, մշակույթը ծառայեցնում են իշխանական շահերին։ Մշակույթը ինքը ապաքաղաքական ոլորտ է, որը որ ինչպես եկեղեցին։ Պետությունը պետք է աջակցի մշակույթին, այլ ոչ թե կառավարի, իր ձեռքում վերցնի, հա, եւ ասի ինչ պետք է լինի։ Դրա համար մշակութային ոլորտում լինում են խնդիրներ, երբ որ արդեն իսկ նախապես գրված սցենարներով մարդկանց մշակութային գործիչներին կամ կազմակերպություններին ստիպում են, թե ինչ պետք է լինի։ Մշակութաստեղծ մարդը պետք է լինի ազատ, անկախ, պետությունից անկախ։ Կախում պետք է ունենա այնքանով, որ պետությունը միայն աջակցի, ստեղծի պայմաններ։ Մենք տեսնում ենք համագործակցությունը պետություն եւ մշակութային գործիչների մեջ այսպես, որ մենք պետք է լինենք մեջք ստեղծագործող անձանց, որ այս մարդիկ իմանան իսկապես կա պետություն, իշխանություն, որ ցանկացած ծրագիր, հարց, որը որ միտված է պետության շահերից, իհարկե ազգային շահերից, այս ամեն ինչը պետք է պետության կողմից միայն աջակցվի եւ խրախուսվի։ Այսպես ենք տեսնում մենք պետություն եւ մշակույթ համագործակցությունը։ Ձեր խոսքից ես հիշեցի Գոյ թատրոնի փակումը ինչպես տեղի ունեցավ եւ ձեր պայքարը Գոյ թատրոնը իր գործունեությունը շարունակելու համար։ Այ որ դուք ասում եք պետք է աջակցի, ոչ թե ծառայեցնի իշխանությունը, ես զուգահեռներ եմ տանում Գոյ թատրոնի եւ ձեր ասացի միջեւ, որովհետեւ Գոյ թատրոնին իրապես իշխանությունը կարող էր աջակցել եւ Գոյ թատրոնը այսօր էլ կարող էր շարունակել իր գործունեությունը, բայց ինչպես տեսնում ենք այն փակվեց։ Մենք որպես պետական թատրոն, ՊՕԱԿ, մենք դիմել ենք շատ անգամներ պետության կողմից աջակցություն ստանալու համար, բայց քանի որ մենք իշխանամետ չէինք, այսինքն չէինք սպասարկում իշխանության կարիքները, մենք դարձանք իզգոյ, ընդհանրապես այսպես եւ մեզ թողեցին որբ, իսկ հետո մեղադրելով, որ մենք ենք մեղավոր։ Եվ նաեւ դուք խոսեցիք թանգարաններ այցելելու մասին, ես երբ որ ժողովրդի հետ հարցումներ եմ իրականացնում, մարդիկ իրապես հեռացել են թանգարաններից, մարդկանց համար ավելի լավ է քայլեն ուղակի փողոցներում եւ ծառերին նայեն, գնան ինչ-որ այգում նստեն, քան այդ ժամանակը հատկացնեն եւ գնան թատրոն, գնան թանգարան, ինչ-որ նկար տեսնելու, ինչ-որ մի նոր բան տեսնելու։ Դա պետության կառավարման խնդիրն է։ Հասկանում եք, երբ որ քաղաքացին տեսնում է պետության առաջնային խնդիրների մեջ չի մտնում մշակույթը, ասում եմ լավ, եթե պետության համար սա առաջնային խնդիր չի, առաջնային խնդիրը այլ բաներն են, օրինակ գինու փառատոնը, մարդիկ ավելի լավ է գնան գինու փառատոնին, ավելի լավ է գնան տոլմայի փառատոնի, չգիտեմ, գորգեր լվանալու փառատոնի եւ այլն, քան գնալ մշակութային օջախներ։ Մի այդպիսի կարկառուն ներկայացուցիչ կա այսօրվա լավ ասացիք, հիշեցի, մասը անպայման կուզեմ ասեմ, իշխանության շրջանակներում, տեսեք, պատմամշակութային երևույթ, շենք, շինություն, որը երկու կողմից երկու հարված է ստացել։ Խոսքը կինոթատրոն Ռասիայի մասին է, որը ոչ ֆիլմեր են ցուցադրվում, եւ այդ շենքը, որպես ավանգարդ շենք, ճարտարապետական շենք, ինքը ինչի է վերածվել։ Այսինքն պետության մեջ գտնվող, կառավարության մեջ գտնվող անձ, որը որ վերածել է այդ շինությունը
առևտրի կենտրոնի։ Էլ ինչ ենք ուզում մեր ժողովրդից։ Տեսնում ենք, ընկալում ենք այդ ամեն ինչը, ենթագիտակցորեն նստում է մեր մեջ եւ մենք բնականաբար նայում ենք ծառերին։ Բայց կարող ենք չէ չհամաձայնվել դրա հետ եւ պայքարել։ Դրա համար պետք է դպրոցում ունենալ համապատասխան կրթություն։ Դրա համար պետք է մեր ուսուցիչները ունենան համապատասխան էներգիա, համապատասխան ներքին ազնվություն եւ կարողանան իրենց գործը անեն արժանապատիվ, կրթելով վաղվա մեր ապագայի քաղաքացիներին, որոնք որ գիտակցված վաղը կգնան ընտրությունների, այլ ոչ թե շոուների, աղմուկների, չեն գնա նմանատիպ բաների վրա։ Էլ չեմ ասում ընտրակաշառքների։ Եթե դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը ստանա ժողովրդի վստահությունը։ Ներողություն ընդհատելու համար։ Եթե բառը եկեք անենք։ Եթե չէ, ստանալու է։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը ստանալով ժողովրդի վստահությունը մշակութային ոլորտում որն է լինելու այն առաջին խորհրդանշական քայլը, որով հանրությունը կզգա փոփոխության սկիզբը։ Ես թվում է առաջնային բանը, ես այդպես եմ կարծում։ Սա անձնական կարծիք, որը որ կառաջարկեմ։ Երևի թե միանգամից պետք է սկսել հենց մարզերից։ Միանշանակ պետք է սկսել մարզերից, որովհետև արդեն մենք մայրաքաղաքում որոշակիորեն ունենք մշակութային։ Եվ առաջինը երևի թե Մեղրից եւ Նուբարաշեն։ Նոյեմբերին։ Ինձ թվում է հենց պետք է սկսել մարզերից, որպեսզի նաև տեսեք խոսքի մեջ խոսեցինք, ասեցինք ու ժողովրդի մեջ արտնասնել են գիտակցումը, որ պետության համար առաջնային խնդիրներից է մշակույթը։ Սա պետք է լինի առաջնային քայլերը, որ մարդիկ հասկանան։ Նաև պետք է ինձ թվում է նորից սեփական կարծիք, մշակույթը պետք է լինի այն գործիքը, որ ժողովրդին միավորի։ Երբ որ ժողովրդին կսկսի միավորել, երբ որ կողք կողքի կնստի մեր ազգը մի սենյակում բոլորը տարբեր կարծիքներ եւ դիրքորոշումներ ունենալով կնստի ու կնայի նույն բանը ու վերլուծություններ կանի, ինձ թվում է դա կլինի մշակույթը եւ առաջնային բանը նորից եմ կրկնում, դա կլինի մարզերում, ինչի մասին խոսեցինք, այդ ծրագրերը իրագործելը։ Սա է։ Եվ վերջում ձեր կոչը ժողովրդին։ Իմ կոչը ժողովրդին հետեւյալն է՝ լինեն սթափ, լինեն գիտակցված, ինչքան էլ որ փորձեն կողքից ներգործություններ լինի, բայց մի պահ ամեն դեպքում մի պահ գալիս է, երբ որ դու ինքդ քեզ հետ լինում ես պայքարի մեջ, հա։ Չէ, անկեղծ ես լինում, էլի, առանձնանում ես ինքդ քեզ հետ ու մի հատ ինչ ենք ուզում մենք, հա, ինչ ենք ուզում, ինչի համար ենք ուզում ու արդյունքում ինչ ենք ստանալու դրանից։ Եկեք ունենանք ներքին ազնվություն ու հասկանանք, երբ որ մենք հունիսի 7-ին կգնանք ընտրության, հանուն ինչի համար ենք անելու այդ ընտրությունը։ Օրինակ, այդ բանը գրված կարգախոսը ներկայիս իշխանության, տեր կանգնեք խաղաղությանը։ Իսկապես ինչը որ ասվում է, իմ մոտ հարց առաջանում։ Ում խաղաղությանը։ Հա, այսպես հռետորական մի հատ հարց առաջ։ Ում խաղաղությանը ես տեր կանգնեմ։ Իմ երկրի խաղաղությանը։ Իսկ ինչի չունեինք ու ինչի ունեցանք ու հարցեր առաջանում։ Իսկ եթե ուրիշ երկրի խաղաղությանը ես պետքա տեր կանգնեմ, այդ ես չեմ ուզում։ Ու այսպես շարունակ։ Դրա համար իմ կոչը նա է, որ հունիսի 7-ին, երբ որ բոլորը կլինեն այդ ընտրախցիկում, լինեն ազնիվ իրենց նպատակների մեջ, ազնիվ իրենք իրենց հանդեպ, միանշանակ իրենց արժեքների, իրենց գենետիկայի, հա, վերջի վերջո հայ լինելու մեջ իրենք լինեն ազնիվ։ Դուք հայ եք, թե հայ չեք։ Մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվել։ Դրա համար մենք որպես կուսակցություն, դոկ կուսակցությունը, մենք միայն բացարձակ բերում ենք ազգային արժեքներ։ Դրա համար ելնելով այս ամեն ինչից, բնականաբար ես պետք է բոլորին առաջարկեմ ընտրել ազգայինը։ Դա քվեաթերթիկ համար 15-ն է, դոկ կուսակցությունը, իսկ ավելի երկար դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Եվ նաև պարոն Արզումանյան, ուզում եմ
նաև այս մասին էլ խոսել, որ դուք շատ են, ձեր կուսակցության падգամավորները այստեղ ելույթ ունենում, ոչ մի տիպի, ոչ մի խոստում, ոչինչ դուք ժողովրդին չեք ասում, մենք որ գանք իշխանության, այս սրանք են կանելու, սրանք են կանելու։ Կարծես թե տարբերվում եք այն մնացած 18 քաղաքական ուժերից այս առումով եւ նաեւ տարբերվում եք նրանով, որ Վարդան Ղուկասյանը ձեր վարչապետի թեկնածուն այստեղ չէ եւ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բանտում, բայց մնացած 18 քաղաքական ուժերի падգամավորների թեկնածուների հետ գտնվում է իրենց վարչապետի թեկնածուն։ Որտեղից սկսեմ, վերջից թե սկզբից։ Ես կխոսեմ Վարդան Ղուկասյանի մասից, որովհետև նախ ֆիքսենք, ինչպես դուք ասացիք ձեր խոսքում, այո, մեր վարչապետի թեկնածուն պարոն Վարդան Ղուկասյանն է։ Սա բոլորը լսեն եւս մեկ անգամ, ովքեր չգիտեին նորից իմանան, սա շատ վատ անհավասար պայմաններ են կուսակցությունների ուժերի միջև, երբ որ չկա քաղաքական լիդերը, որովհետև շատ ու շատ հարցեր կան, որը որ պետք է արվի միայն իր ներկայությամբ, բայց մենք ունենք առավելություն այն իմաստով, որ հեռավորության վրա գտնվելով, կալանավայրում գտնվելով, այնուամենայնիվ մենք կարողանում ենք այդ բացը լրացնենք, մենք կարողանում ենք անել այն, ինչը որ Վարդան Ղուկասյանը կլիներ մեր կողքին, ֆիզիկապես կլիներ մեր կողքին, մենք ստանում ենք այդ հանձնարարությունները ու կարծում եմ վատ չենք անում, ինչը որ ստանում ենք, իսկ ինչ վերաբերվում է այն խոստումներին, որ պետք է հանրությանը տալ, ես կարող եմ հիմա 3 թերթանոց խոստումներ տալ։ Ինչպես 2021-ի բազում խոստումներ կարող եմ տալ, բայց արդյոք հանրությունը ուզում է լսել այդ խոստումները, թե ուզում է ունենալ արդյունք։ Սա շատ կարևոր է։ Մենք ունենք համոզմունք, որ մենք արդյունավետ ենք աշխատելու, այլ ոչ թե տալու ենք խոստումներ։ Խոստումները դրանք օդում կախված ինչ որ երևույթներ են, որոնք մենք այսօր ինչն ենք գնահատում, ասում ենք, այս իշխանությունը չարեց սա, արեց սա, հա, այսինքն արդյունքի մասին ենք խոսում, ոչ թե ասեց սա ու բան, արդյունքը, ստանալ արդյունքը։ Մենք տեսանելիորեն առաջիկայում, երբ որ ընտրությունները կավարտվեն, կլինենք մենք իշխանության վստահաբար եւ դրանից հետո առաջիկայում ժողովուրդը տեսանելիորեն իր կաշվի վրա, իր առօրյայում կտեսնի այդ արդյունքները։ Իսկ խոստումները դրանք կարծում եմ անիմաստ բաներ են, որովհետև այդ խոստումները ժողովրդին չի հետաքրքրում։ 1 րոպե շուտ ուզում է ինքը իր հոգսը թեթևացնել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Սարգիս Արզումանյանը, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության падգամավորի թեկնածու, ինչպես նաև ռեժիսոր։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV ալիքին։ Կհանդիպենք։